Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Բարև ձեզ, առաջին լրատվականը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում եւ ոդկասթի ձևաչափով կխոսենք Անտարես Մեդիա Հոլդինգի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանի հետ։ Թեման ինչպես միշտ ակտուալ է, ինչպես եւ ցանկացած իրադարձություն Հայաստանում ամենատարբեր մեկնաբանությունների արժանում Երևանի, Էրեբունի Երևանը, այդ հերթական տոնը ծնունդը 2025, որ անցնելու էր 2025 անցավ սիրահարվելու քաղաք խորագրի ներքո, եւս արժանացավ տարաբնույթ մեկնաբանությունների, ոմանք քննադատում էին, մյուսները ոգևորված նշում էին, որ շատ կարևոր, հետաքրքիր բազմաժանր իրադարձություն էր, անպայման դա նաև քաղաքականացվեց, ամենատարբեր մեկնաբանությունների արժանացավ եւ այս ու ինչպես նաև մի շարք այլ թեմաների շուրջ, ինչպես արդեն նշեցի, կզրուցենք Արմեն Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Ես գիտեմ, որ դուք այստեղից ուղիղ անմիջապես գնալու եք օդանավակայան, այնպես որ ես շատ շնորհակալ եմ, որ դուք ժամանակ գտաք։ Ես պարզապես նաև հիանում եմ, այսպես ասած, ծափահարում եմ մեր պրոդյուսերներին, որ ձեզ կարողացել են համոզել, ու ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարում։ Շնորհակալ։ Արդեն ներկայացրի ինչից ենք խոսելու, այսպես ասած, տոն Սովետաշենի աղբանոցի ֆոնին, ծխի ֆոնին, հազար խնդիրներ, ամենատարբեր մեկնաբանությունների արժանացան։ Ոմանք նշում էին, որ համեմատեցին անգամ, որ սա թերևս ազգային այսպիսի նկարագիր է, լուքս քոփի, երբ մենք սիրում ենք, որ չգիտեմ, շքամուտքը կեղտոտ լինի, ոչ մի բան արված չլինի, բայց կարևորը ինչ որ այդպես սնգուրված արտաքին ձևը պահելու համար լինի, ու այս դրան ֆոնին հակադարձում էին նաև, որ մարդիկ ուրախանում էին, չէ՞ որ երիտասարդություն էր, լավ էր, դուք որ դիտանկյունից էիք նայում այս միջոցառմանը, իրադարձությանը։ Ես ճիշտ ասած դուրս եմ մնացել այդ ամեն ինչից, այսօր առավոտը Facebook-ում բան էի գրում, աչքովս ընկավ, որ տես բաներ կա, որ Թաթան է երկել ինչ որ ռուս երգչու հետ։ Լյուբով Ուսպենսկայի։ Ինչու։ Ու ինչ եմ կարծում։ Մեզ 70, չէ, այն ժամանակ էինք ասում 70, 100 տարի լցրել են մեր ականջները, որ ռաբիզը վատ է։ Ու մենակ ռաբիզն է եղել, որ պետության հոգացության չի արժանացել։ Հակառակը կշտան բանկին է առաջ բան արել եւ այլն ժամանակին, այդ սովետի ժամանակ եմ ասում, այդ դաստա նվագող տղաներին հարսանիքի հետո գալիս բռնում էին, փողերը ձեռից առնում էին ոստիկանները, չգիտեմ, նո որոշ դեպքեր կան։ Այսինքն անընդհատ այդ խնդրահարույց բան ա եղել, որ սա աշխատավորի рабочее искусство, հա, բանի աշխատավորին հարիր, աշխատավորը եւ որպես այդ մատուցող եւ որպես սպառող։ Բայց արի ու տես, որ մնացած սաղ ոլորտները, որոնք պետության հոգացության ներքո էին, չկան, ոնց մեծացել են մամայի բալային այն ժամանակ, այսօր մամայի բալային ու անդադ այդ պետությունը հոգում է։ 100 տարեկան, 50 տարեկան կազմակերպություններ են, բայց անընդհատ որևէ թատրոն վերցրեք, որևէ թանգարան վերցրեք, որևէ բան, սաղ պետությունը անընդհատ պետք է այն մամայի բալայի մամայի նման հաբալես։ Ու որպես կանոն հիշեք ձեր հայերեն ասած հայաթը, ով է դարձել, նա որ մամայի բալա չէր, նա որ տենց բամբակների մեջ չի մեծացել, նա որ մրցակցությունը փոքրուց իմացել է ինչա, կարողացել է թե կռիվանի, թաղի կռիվ, թե ավելի ցիվիլ կռիվներ եւ այլն, օրինակ քաղաքական գործունեություն։ Ու մնացել են մամայի բալաները մամաների հույսին, հիմա մամաների թե պապաների հետ էական չի։ Ու ռաբիսը ամենամեծ զարգացումն է ունեցել։
Հիմա դուք ինձ ասեք, թատերական գործ վերցնենք, երաժշտություն վերցնենք, կոմպոզիցիա, բայց Մանսուրյանին չտակ, կասենք չտակ, նկարիչ վերցրեք, որևէ ստեղծագործող, գրող, որ ինքը միլիարդատեր լինի, իսկ Թաթան միլիարդատեր է, Արմենչիկը միլիարդատեր է, այսինքն անընդհատ մամայի բալայի պես պահելով, մենք փչացրել ենք այս հիմնարկները ու դարձել են հաջողության, հիմա թողնի փողով արտահայտված կամ ճանաչումը արտահայտված, եկեք դուրս գանք փողոց, հարցնենք բանին, չգիտեմ, Հարությունյան կոմպոզիտորին է ճանաչում թե Թաթային, քանիսը Հարությունյանին կճանաչեն, քանիսը Թաթային։ Այսինքն մենակ են, որ այդ տեսակը մարդկային ստեղծագործության ինքն է անընդհատ ճակատ տվել, ինքն է անընդհատ խնդիրներ ունեցել, ինքն է անընդհատ ասում էին բանին Ձախ Հարութին Հայաստանից վռնդել էին կամ չգիտեմ պայմաններ էին ստեղծել, որ ինքը գնա սովետի ժամանակ, ինչ էր անում Ձախ Հարութը։ Երգում էր, որը դուր չէր գալիս այդ երգը ազատ երգ էր, որը դուր չէր գալիս սովետին։ Ու Ձախ Հարութը հիմա սաղ աշխարհին հայտնի է, անկախ նրանից մենք ոնց ենք այդ մարդուն կամ իր հայացքներին վերաբերվում։ Հայտնի է։ Բայց ներեցեք, ձեր ասածով Մարտիրոսյան, ձեր ասածով ստացվում է, որ բարձր արվեստը կամ պետական այդ հոգատությամբ գտնվող բոլոր արվեստագետները մրցունակ չեն։ Եկեք հստակեցնենք, Իսկ Մանսուրյանին ասում էին, որովհետև Մանսուրյանը Հայաստանի պայմաններում թե գլոբալ ամբողջ աշխարհում։ Եկեք մի հատ հստակեցնենք։ Գլոբալ չի ամբողջ աշխարհում։ Այսինքն այստեղ կա խնդիր նաև մեր լոկալ առանձնահատկությունները։ Սա պոստսովետական տարածքի խնդիրն է, որովհետև թե հարական Ռուսաստանն էր փորձում գնել մեր արվեստագետին, գրողին, նկարչին, կոմպոզիտորին, չգիտեմ, դասախոսին, գիտնականին, այսինքն առանց Իսկ հիմա գնում է պետությունը։ Իհարկե, նույն բանն է, ոչ մի բան չի փոխվել։ Եթե պետությունը մի նկարչի գրանտ է տալիս, մյուսին չի տալիս, մրցակցությունը վարի գնաց։ Մեկ։ Իսկ որ նկարչին է տալիս, որը պետության դուրը գալիս է, իսկ պետությունը ով է այդ դեպքում, ոմն Աշոտ կամ չգիտեմ, ոմն Մարտիրոսյան, իմ ազգանունը ասա, որը ինչ որ կաբինետում նստած ու իրան կամ դուր է գալիս, կամ դուր չի գալիս։ Իսկ ով ասեց, որ ինքը օբյեկտիվ է, ով ասեց, որ ինքը գիտի։ Ի վերջո գալիս է, որ մի մարդ կամ մի քանի մարդ նստում իրար հետ որոշում են։ Ես հիշում եմ 2000-ականների սկզբին, իսկ չեմ կարծում, որ հիմա շատ բան է փոխվել, շատ գրանտեր կար գրքերին տրվող, այսինքն առաջարկը, որը սպանում էր ու դրա համար էլ հրատարակչական գործը զարգացավ մենակ այն մարդկանց մոտ, որոնք կռիվ էին տալիս։ Գիրք էին ֆինանսավորում։ Մենք կտրեցինք այդ, որ չֆինանսավորեն, լիքը գործ ենք արել, որ դադարի պետությունը առաջարկը ֆինանսավորել։ Տնտեսության մեջ կա առաջարկ, պահանջարկ։ Ասում ենք պահանջարկը ֆինանսավորի։ Պետություն ջան պահանջարկը ֆինանսավորի։ Օրինակ այս մարդը գնացել է գիրքը առել։ Իր գրքի, չգիտեմ, 50%-ը կբերի չեք կտա քեզ, 50%-ը վերադարձրու։ Այսինքն խրախուսում ես մարդուն։ Դու քո քաղաքացու հետ գործ ունես։ Դու երբ որ Անտարեսին փող տաս, զանգակին չտաս, զանգակին տաս, չգիտեմ, բուկինիստին չտաս, բուկինիստին։ Այսինքն մեկը մրցակցությունը վարի է տալիս։ Օրինակ պատկերացնում եք գարեջրի բնակավարում բան անեն, վերցնեն պետությունը որոշի, որ այ թազա համի գարեջուր պիտի արտադրի արտադրողը։ Ու ասի գրանտ եմ տալիս դրա։ Պետություն քո ինչ գործն է։ Պետությունը դու չզգացիր, որ մտնում ես ավիաուղիների մեջ խնդիր առաջանում ավիաուղիները, մտնում ես մի ուրիշ ոլորտ, դե խնդիր առաջ։ Պետությունը չպետք է բիզնեսով զբաղվի։ Պետությունը կարող է լինի փայատեր, բայց բիզնեսով չպետք է զբաղվի։ Պետական չինովնիկը չպետք է զբաղվի, պետք է զբաղվի այն մարդը, ով որ հստակ օրինական շահ ունի այդ process-ում։ Ու
որ մենք ունենք խմբագրություններ, տենց էլ մնացին մեռան։ Բայց ձեր ասածով ստացվում է, թե պետությունը չգա, սատարի, նաև այսպես ասած, Դուք ասում եք սատարի, ես ասում եմ այդ սատարելով փչացնի։ Մաման, այն մաման, որ մամայի բալա է աճացնում, կարող է պակասա սիրում իր բալիկին, չէ։ Այսինքն պետությունը չի, բայց այդ մաման չի հասկանում, որ սենց փշի անելով, այս երեխան վաղը խնդիրները առաջ։ Բայց միևնույն ժամանակ նույն արվեստագետները բողոքում են, ասում են, որ մեզ փշի չեն անում, որ մենք բաց թողած իրավիճակ է, որ մենք անուշադրության ենք մատնված։ Իսկ հիմա մամայի բալան հասկանում է, որ ինքը մամայի հոգացության ներքո է, ինքը փչանալու է։ Չէ։ Այսինքն ոչ մաման է դա հասկանում, ոչ բալան։ Այսինքն երբ որ դուք ասում եք արվեստագետները, որոնք սովորեն, որ այդպիսի բան պիտի լինի, իսկ ո՞ւմ է տհաճ, որ մաման իրան բալայություն անի։ Մենակ համարցակներին, մենակ պրպտողներին, մենակ ապեկա չսիրողներին, դրա համար մամայի ապեկան էլ չեն ուզում լինի, հոգացությունը չեն ուզում լինի։ Այսինքն իրանք ուզում են ինքնուրույն լինել։ Ես եղել եմ մի սենց զրույց եմ ունեցել 2018 թիվն էր, հեղափոխությունը նոր էր եղել, դեռ իշխանությունը չէր շեղվել, չգիտեմ, լուսավոր էր մեզ համար այդ ամեն ինչ։ Իմացա, որ մի կոնկրետ թատրոնը ստանում է պետությունից 37 միլիոն դրամ տարվա մեջ։ Ես այդ ղեկավարին թատրոնի ասեցի, ես գործարանների միության փոխնախագահն եմ ու իմ գոլեգաները զիլ գործարարներ են։ Ինչ ես կարծում, կարանք սարքենք նենց այդ թատրոնը, որ տոմսը ծախվի, հերթեր լինեն, մենք կարողանանք օրը 10 սեանս կամ 3 սեանս, կամ չգիտեմ ինչ։ Ես տեսել եմ օրինակ Բրոդվեյում տենց է, օրինակ Ֆրանսիայի այդ Crazy Horse Moulin Rouge բան տենց է։ Կարանք տենց բան անենք, որ համ մարդիկ ուզենան էս նայեն, համ էլ տենց բավարարված ես։ Ասեց, հա, բայց դրա համար շատ փող է պետք։ Ասեցի 100 միլիոն տարին 5 տարվա ընթացքում ես ապահովում եմ։ Причем դու առանձին ասում ես քո տարվա հոնորարը, ինչ ասում ես, պայմանագրով գրում ենք տալիս ենք։ Բայց պետության փողից պիտի հրաժարվես։ Ասես չէ։ Ասես չէ։ Որովհետև սովոր է, որովհետև ինքը իր, չգիտեմ, ծնողը կամ նախկին ռեժիսորը կամ ես իմով, որովհետև այդտեղ պապենական է, չէ՞ գնում բոլոր տեղերում։ Այդ ստեղծագործողը հոր պաշտոն տալիս են, տղուն պաշտոն տալիս են, խոսքով։ Լավ, խոսեցինք հայկական ռաբիզի մասին, բայց այնտեղ քննադատության թիրախում էր նաև քաղաքականացվեց այդ ռուսական Լյուբով Ուսպենսկայան, որը նշում էին սատարում է ամեն ձևով Պուտինին, Ուկրաինան ներխուժում այդ իր աջակցությունն է հայտնել, ու արդյոք նա պետք է գար եւ երգեր Էրեբունի Երևանի այս տոնակատարությանը հանրապետության հրապարակում։ Ավելի լավ է, ես չեմ ասում լավ կամ վատ, բայց ավելի լավ է Լյուբով Ուսպենսկայան գա ռուսերեն երգի, քան Հայաստանի հարսանիքներում կովկասյան մեղեդուտակ լինեն ռուսերեն բառեր ու մատուցվի որպես հայկական։ Մեր աղետը ստեղ է։ Ես օրինակ բերեմ։ Շատ գործարարներ իրար փորձում են այդ բանը պոմպեզ վիճակը պահել սովետական ու իրար կարան ասեն օրինակ Վազգեն Արտավազդվիչ կամ չգիտեմ Արմեն Աքիլեսովիչ, բայց իրանք փորձում են հայկականացնել, ասում են Արմեն Աքիլեսի։ Սա աղետ է։ Այն որ ռուսերեն արտահայտում է, դա խնդիր չի։ Դա կջնջվի կգնա։ Բայց երբ որ օտար մշակույթը բերում են սերմանով, որ հայերեն անունը խնդիր չունի հայրանունի։ Դու կարաս ասես պարոն Արմեն, կարաս ասես Արմեն, կարաս ասես պարոն Մարտիրոսյան։ Դու կարիք չունես անուն հայրանուն օգտագործել, դա քո մշակույթը չէ, այ երբ որ դու բերում ես այդ իջը սարքում ես իբր հայկականը Արմեն Աքիլեսի, հոպ, այս վտանգավոր, սա է մեր տունականում, ու հենց այնպես չի, որ լիք մարդիկ կան ասում են, մենք դեմ ենք, որ սահմանը բացվի, հիմա պատկերացրեք
ձեր հեռուստատեսության բանալին ընկել է ձեռքս, փակել եմ դուռը ու գնացել, ու դուք զանգում եք ինձ, ասում եք, ինչ կլինի, արի բացի մեջն ենք մնացել, ասում եմ, չէ, ու մեկ էլ մի օր ասում եմ, կամ բացեմ, ու դուք ասեք, չէ, մի բացի։ Հիմա դուք ոչ բացողն եք, ոչ փակողն եք, ով որ փակել է նա պետք է բացի, ով որ բացել է պետք է փակի։ Հիմա սա բերեմ բանի վրա, այս արվեստի բնագավառի վրա։ Երբ այդ ռուսները ոնց հարեցին, որ մենք իրանցից կախված ունենք։ Ընդհանրապես իրանց մշակույթը դարձնելով մերը։ Երբ որ իմ ընկերներից մեկը մի օր հիշում եք Զորի Բալայանը ինչ որ նամակ էր գրել Պուտինին։ Գնում է նեղված է այդ նամակից, գնում է ասենց իր տեղը չի գտնում, վերակենում ընդեղից ընդեղ անստում, ընդեղից քայլում է ինչ որ բան։ Դուստր ասում է հայր, ինչ ա եղել։ Ասում է Զորի Բալայանը Պուտինին նամակ ա գրել ասենց ինչ որ թողած։ Այդ աղջիկը ասում է Զորի Բալայանը ով է։ Հաղթանակը տեղը, որ դու չգիտես այդ ով է։ Երբ որ դու ուղն ու ծուծով այդ սաղ մշակույթը գիտես, իրանց իրարանցումը գիտես, բանի, չգիտեմ, այնտեղ են որ մահացավ եսի մեզ ինչ Մարգարիտա Սիմոնյանի ամուսիններ, ես ինչ սենցեր են, ինչ նենցեր են, ինչ դրա համար կախված ենք։ Այսինքն ես կուզեի ոնց լիներ այդ երգերի հետ կապված, որ մենք իմանայինք պարսկական երգեր, արաբական երգեր, բրազիլական երգեր, ռուսական երգեր, անգլիական երգեր, ֆրանսիական երգեր ու առաջի հերթին հայկական երգեր։ Բայց տեսեք Լվովում տրամվայ էին նստել միջև պատերազմներ ու տրամվայում մի կին սկսեց երգել ուկրաինական ինչ-որ երգ ու ամբողջ տրամվայը սկսեց երգել։ Ու ես մտածեցի ցավոք մենք նենց չենք դաստիարակվում, չէ որ անգամ ավտոբուսում բոլորս նույն երգը իմանանք։ Այս միասնությունը։ Այսինքն այդ որ մենք չկան այնց երգ որ բոլորս իմանանք, բայց օրինակ բանը Պուգաչովայի երգերը շատերս գիտենք, էլի, հա, բացի այս նոր երիտասարդությունից բան։ Ուզում եմ ասեմ այդ ռուսական մշակույթի երգերը կա որ ինչ որ սենյակում հավաքվածների 90%-ը երգի, բայց չկա տենց հայկական երգ։ Դե Իրանները մշակութային էքսպանսիա են անում։ Այո, անում։ հենց տենց են մեզ բաները։ Այսինքն ոչ թե նրանք են մեզ եկել եսի ինչ արել։ Իրանք իրանց մշակույթը մեզ հրամցրել են, ճիշտ բիբարուաղ են լցրել, մենք եք սիրուն կուլ ենք տվել ու մենք անդադ ընդեղ ենք նայում։ Ինչ պիտի անենք, պետքա մերը գնահատենք, չեմ ասում ականջներից վերցնենք, բարձրացնենք։ Վատնա ասենք, վատա, միջակա, էսա այնա։ Բայց երբ թաթային գնահատում են, քննադատում են, թաթան ինչ որ սովորական տաղանդավոր տղա էր։ Ինքը հասկացավ, որ այս բաները երգելով սա է փող բերում, սա է ճանաչում բերում, սա է հրճակ բերում, սա է հնարավորություններ տալիս։ Գնաց դարձել է աշխարհի լավագույնը։ Ու Թաթան առաջինն էր, ինչքան հիշում եմ, որը աշխատեց պրոդյուսերի հետ, ինչքան հիշում եմ Գրիգոր Նազարյանը տղային։ Որ էդ էլ նոր մշակույթ էր, ինքը բանը միանգամից վերցրեց այդ մշակույթը, ինչքան գիտեմ միջև հիմա իրար հետ են, այսինքն էս որ երգիչը չպետք է խեղճանա, առևտրի մեջ մտնի, չգիտեմ, արվեստի մարդը առհասարակ, էլ դրա համար կանք մենք պրոդյուսերներ, ես հրատարակիչ պրոդյուսեր եմ, այն մյուսը երգի պրոդյուսեր, այն մյուսը ֆիլմի պրոդյուսերը, մենք այդ արվեստագետին sense փորձում ենք sense վերև պահել, որ դու կենցաղային հարցերով ծանոթ։ Այս մանր զիբիլ գործերի մեջ բան մի արա, մենք քո շահերը կպահենք։ Անկախ նրանից դա ստացվում է, չի ստացվում։ Բայց մեր տունը քանդում է այդ օտար մշակույթը բերել սարքել sense իբր քոննա, բայց դու դառնում ես դրա գերին, որովհետև ենթագիտակցությանդ մեջ այդ իջը կա, բայց իբր հայկական Արմեն Աքիլեսովի չկա, բայց Արմեն Աքիլեսի են ասում, այս ռուսական բառերով կովկասյան մեղեդին դառնում է հայկական երգ ու սաղ հարսանիքներին այդ միացրած է։
Իսկ հարսանիքը ամենամասսայական երևույթն է Հայաստանում այդ բանի խնջույքի կամ ռեստորաններում սաղետը։ Հա, ես գիտեմ, որ Հայաստանում կա 100 ընտանիք, որ կարող է օպերային երաժշտության կամ Բախի երաժշտության տակ են արել իրենց հարսանիքը։ Իրենց մասին չի խոսքը։ Մենք պարը, տժոցը, չգիտեմ ինչը, ո՞նց ենք պատկերացնում։ Այդ ձև, բայց չենք հասկանում, որ մենք մեր պարիսպի դռները բացում ենք ու այդ ձևով այդ ռուսական բառերով թուրքական երաժշտությունը գալիս է ու փոխարինում է ու մենք ով ենք այն ինչ որ լսում ենք մենք ով ենք այն ում հետ զրուցում ենք մենք ով ենք այն ինչ որ կարդում ենք մենք ով ենք այն ինչ որ տեսնում ենք ֆիլմի տեսքով ենթադրենք կամ կտավի տեսքով մենք ով ենք չգիտեմ այդ բուրմունքներ համեր եւ այլն մենք ու դա ձևավորվում է մեր ճաշակը, մեր մշակույթը։ Ու մենք սկսում ենք այդ օրինակ պատկերացրեք, ես սովորեմ սովետական շրջանից ռուսական ֆիլմեր նայել ու նայում եմ այն բանի Ելցինյան այդ ազատության ժամանակվա ֆիլմերն եմ նայում, հետո գալիս է հասնում է բան օրինակ չեչենական հարց, չեչենական պատերազմի մասին Հիմա ես Ռուսաստանում մի տղա գիտեմ իմ իմացած մարդկանցից, որը ասել է, սա անկախության խնդիր էր ու մեծ բանը իմպերիան թույլ չտվեց, որ այդ փոքրիկ անկախանա։ Մնացած բոլորը ասել են տերորիստներ։ Ես հիշում եմ, որ սովետի տարիներին մեզ ասում էին, ինչ, էքստրեմիստներ։ Դու դավին եւս ներկայացնում եմ, բայց երբ նայում ես իր հարցազրույցները, դու տեսնում ես, թե որքան խորքային։ Հիմա այս, այսինքն դու ոչ մեկը քեզ չի կանդալել տարել։ Մենք ինքնուրույն գնացել ենք այդ մշակույթները վերցրել, թուրքականը, չգիտեմ, էսականը, էնականը, դաշե չենք տարբերում։ Այդ է խնդիրը։ Օրինակ թուրքերը կոմիտասին մեծարում են, ասում են մեծ կոմպոզիտոր, որ թուրքական մեղեդին առանձնացրեց։ Վրացիները առաջ ասում էին, որ մեծ կոմպոզիտոր, որը վրացական մեղեդին։ Քրդերը ասում էին նույնը, հայերը դե պարզանույնը, այնտեղ չգիտեմ էլի կային ինչ-որ ազգեր, որ ասում էին։ Այսինքն երբ որ տարբեր թելերով կծիկը վերցնում ես քանդում, բոլորներ առանձնանում են, այսինքն իսկապես կոմիտասը այդ բոլոր ժողովուրդների ծառայություն է մատուցել, որ գիտես, այս գունավոր թելը առանձնանում է սենց առանձին գույների, բազմագույն թելը դառնում է առանձին կծիկը ոնց է։ Հիմա ով որ տեսել է Պեպոն գիտի էլի այն բարաթը։ Այդ հիմա սկսում են իրար ձեռքից խլել նա հայկականը այն միշտ ասում է դե որ հայկականը բախիա Թուրքիայում բախիա Ստամբուլում կամ չգիտեմ ես ինչ տեղում են միշտ ասում է վրացականը կամ Սայաթ-Նովան դա հայկականա թե վրացականա թե ինչա կամ Փարաջանովը ինչա ժողովուրդ իսկ ինչ խնդիր կա կիսելու իսկ ինչի ենք մենք անընդհատ խոսում տարբերությունների մասին մեծ խումբ էր եկել տարբեր երկրներից ու տարել էին օրավանք Տեր-Սահակի հետ ծանոթացրեցի ու մի ուկրաինացի տղակար ասեց Սվիտոյացեց նավ հայերեն ասեմ ինչով է տարբերվում այդ գրեկո-կաթոլիկ հունակաթոլիկ եկեղեցին ու ձեր դավանանքը դրանից ոգևորված պրավոսլավը հարցրեց, դրանից ոգևորված մաքուր կաթոլիկը հարցրեց, պրոտեստանտ կարմեջներին հարցրեց, մեկ էլ իմ ուզբեկ ընկերը մահմեդականն հարցրեց, ու Տեր-Սահակը հոյակապ գիտի ես ամեն ինչ խորությամբ, ասեց, գիտեք ես լավ չգիտեմ տարբերություն, բայց արժի մենք դրա մասին խոսենք, դրա վրա ժամանակ ծախսենք, եկեք տեսնենք ինչն է մեզ միավորում Շուրջ, եթե մեզ կարա Ուկրաինայի հետ Փարաջանովը միավորի, եկեք թող ինքը միավորի, վրացիների հետ կարա միավորի, թող միավորի, այդ միասնության մեջ գտեք հաճույք, վերջապես երեխեն մենակ մի հոգուց չի լինում, առնվազն երկու մարդ պետք է մեջը լինեն, մեկը մամայա դառնում, մեկը պապա, բայց լնում է, որ հետո երկու պապայա ունենում, խորտ պապա ենք ասում են, կամ երկու մամայա ունենում, կամ չգիտեմ, բաժանվում են, այլն։ Այսինքն դրանից օգտվեք, ինչ եք իրար ուտում։
Պարոն Մարտիրոսյան, իսկ այդ որ իմպերիաների էքսպանսիայից մշակութային խոսեցինք, միևնույն ժամանակ սահմանների բացմանը, փակմանը, ընդվզմանը, գուցե նաև խորքային առումով սրանից են վախենում մենք մեր հասարակությունը ու նաև այսպիսի մի դիսկուրս կա, չեք ուզում ռուսական իմպերիա, դառնալու եք թուրքական վիլայետ, մենք նախընտրում ենք ռուսականը։ Սա շատ խորը մշակութային հարց է, իրականում շնորհակալ եմ։ Տեսեք, մենք անորոշություններից խուսափող ենք։ Կա հոլանդացի հետազոտ կար մահացել է COVID-ի ժամանակ, Գիրտ Հոֆստեդը, որը ունի 6 կոդ, որով բնորոշում է հանրությունները։ Դրանք են հեռադրություն իշխանությունից, մասկուլինություն, որը հետևականություն նպատակասլացություն նկատի ունի, հակադրում են ֆեմինինության, որ կրեատիվություն եւ ադապտացիան է։ Ինդիվիդուալիզմ կամ կոլեկտիվիզմ, անորոշություններից խուսափում կամ չխուսափում, հեռահար մտածողություն եւ կոչվում է ինդուլգենցիա կամ հանդուրժողականություն, որ ինչքանով եմ ես ազատ, եթե գոհարը լավ գոհարը չասեմ, Աշոտը դարձավ մահմեդական իմ ընկերն է, դա մեր ընդհանուրի խայտարակությունն է, թե իր անձնական գործն է, կամ սոցիալ-դեմոկրատ կամ մի ուրիշ բան։ Այսինքն խղճի ազատությանը վերաբերվում։ Մենք ազատ չենք մեր անհատների հանդեպ։ Մենք օրինակ ես հիշում եմ, ես Հրազդանում եմ մեծացել, որ կինը կարմիր կներեք, կինը կարմիր զգեստեր հագնում կամ վերարկու, ասում էին փչացած։ Համարձակ կանայք թքած ունեին դրա վրա գնում էին առաջելի բանում էին, մյուսները զգուշանում էին տենց վառ գույներից։ Այսինքն շատ կարևոր է այդ մթնոլորտը, միջավայրը եւ այլն։ Հիմա սենց զուգահեռ հաշվարկ կա, որ ինչքան այս բաները, այս նշածներս մեծ են, նու հեռադրություն իշխանությունից հակառակը փոքր է, անորոշություններից խուսափում փոքր է, իսկ մյուսները մեծ են, այնքան տնտեսությունը աճում է։ Հիմա այս անորոշություններից խուսափում ինչ է իրենք ներկայացնում, որ մենք որևէ փոփոխությանը կտրուկ դեմ ենք։ Ասում ենք, այդ դուրմի փագի, քամին կգա մեզ տատս ասում էր, սև սլուլը կգա կտանի։ Կամ արի այս աշխատող բանը, եկեք ձեր չտանք, եկեք այս փոփոխություն չանենք, այս ինչ ռեֆորմ, սա հակառակը, առաջարկ ես անում ժողովուրդ, եկեք սենց բան, չէ, ինչ կլինի սենց բանը, կոմֆորտ զոնայից դուրս չգալու, որը ահագին էներգիա է պետք իհարկե դուրս գալու համար։ Հիմա մեզ մոտ այդ անորոշություններից խուսափումը պատկերավոր լինելու համար այն ջրի վրա windsurfing տենց բան կա, սպորտաձև, տախտակի վրա կանգնած է մարդը ալիքներով գնում։ Հիմա ոչ մի այդ սպորտսմեն չգիտի հաջորդ ալիքը ինչ է լինելու։ Բայց Նասիմ Թալեբի լեզվով ասած ինքը այնքան հակափխրուն է, այնքան է պարապել, որ հավանաբար ինչ ալիք է լինի կհաղթահարի, ինչ որ ալիքներ էլ չի հաղթահարի։ Այսինքն ինքը կարողանում է անորոշությունների դաշտում գործ անի, չգիտեմ, գնա հաճույք ստանա, այս անի, այն անի։ Մեզ այդ չեն սովորեցնում։ Սա ես ինչ ասեցի, սա մշակութային դաստիարակչական է։ Այստեղ մշակույթ օպերայի նկատի ունեմ, վարքագիծ առաջացնող արժեք։ Սա երեք զրույց ունեի, ասում էր գեներով է գալիս տղամարդու կնոջ երեխու մասին էր խոսքը փոքր, ոնց է ձևավորվում, ասում էր մեծ հասակում ավելի հասուն են լինում, ասում եմ ոչ, մարդը կարա լակոտ ծնվի, 90 տարեկանում լակոտ մեռնի, բայց կարա իմաստուն մարդ ծնվի, ինքը փոքրուց էլ է երևում, որ իմաստուն է։ Այսինքն տարիքի հետ մենակ փորձ է գալիս։ Իսկ հակառակն եմ տեսել, իմաստուն մարդիկ ոնց են կորցնում ադեկվատությունը, հիմա էդ էլ է չարանալու, հանգամանքների բերումով։ Էդ էլ է։ Ուզում եմ ասել, որ բանը գենը չի հարց լուծողը։ Ինքը ասում է, բա ոնց է, որ տարիքով մեծ մարդիկ եթե բալիկ են ունենում, նրանց երեխեք հավել։ Ասում եմ, որովհետև այդ տարիքով մեծ մարդը առնվազն տարիքով մեծ փորձ ունի, Այդ տարիքի չափով։ Ու ինքը ավելի հմուտ է այդ հարցերում։ Մեզ չի շահ, որ ինքը խելացի է կամ սենց է։ Ու ինքը այդ փորձ ունենալով երբ դաստիարակում է իր բալիկին, նա ավելի
հկված է։ Հակափխրուն է։ Հա, հակափխրուն է լինում։ Այսինքն ինքը շատ բան է տեսել, շատ բան է անցել, երիտասարդը հեապես քիչ է տեսել, բայց սա խելքի հետ կապ չունի, սա այդ փորձի հետ կապ ունի։ Ու այս տան զրույցը, որը բերում է այս կամ այն վարքագծին, չգիտեմ, հիմա հարցը օրինակ Սինգապուրում թքել չի կարելի։ Սինգապուրում բիչոք շպրտել չի կարելի։ Բայց ոչ միայն չի կարելի, ոնց որ Հայաստանում չի կարելի, այլ 500 սինգապուրյան դոլար պիտի վճարես դրա համար։ Ու նենց հաստատվել, որ դրա համար հանվճարելը վարչապետ Լի Կուան Յունի ընթերենք չէր անում, բայց փոխվարչապետը դրա համար դատվել է, այն մյուսը բաժնի պետը, ժեկի պետը, չգիտեմ։ Այսինքն այնտեղ դեմոկրատիա չկար, բայց արդարություն կար։ Բոլորը նույն կանոնի տակ էին։ Ու աշխատեց այդ կանոնը։ Առհասարակ, եթե մենք վերցնենք ինչով են հաջողակ հանրությունները ոչ հաջողակներից տարբերվում, 3 գործոն կա։ Ուրեմն հաջողակներում sense tenence-ով օրենք գրում էլիտան։ Հաջողակներում էլիտան օրենքները գրում է իր համար եւ ժողովրդի համար, նույն օրենք։ Անհաջողակներում ու հիշեք օրինակ, չգիտեմ։ Հիմա մի 10 տարի առաջ էլիտան գրում է օրենքներ հանրության համար, իր համար արտոնություններ։ Ոնց էր օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ, որ մեկը սկսում էր քննադատել բան, ինչ որ մի հատ արտոնություն էին տալիս, այդ մարդը լռում էր։ Կամ չգիտեմ։ Կամ դարձնում էին ինչ ժողովրդական արտիստ, ես դեռ ասում եմ առնում ենք դա։ Առնում ենք, վերաբերմունքով առնում ենք։ Տարբեր տիպի, ասում ենք դու վաստակավոր ես, դու, չգիտեմ, եսի ինչ ես, դու մեդալ ես։ Հիմա էլ են առնում։ Իհարկե, ինչ է փոխվել։ Մի հատ ասեք, որ որևէ բան փոխվի։ Դա երբ կլինի, որ չեն առնում, որ պետությունը որևէ տնտեսական հարաբերության մեջ չմիջամտի։ Բացի կանոններ գրելուց, բացի արբիտր լինելուց, այսինքն ինքը բիզնեսմեն չի։ Բայց երբ օրինակ մշակույթի նախարարությունում բացում են մի հատ հիմնադրամ, որը պետքա սաղ թանգարանների մարքեթինգ անի, ինչ է դա նշանակում, որ գոնե պատվիրեին մարքեթինգային ընկերությունների մասնավոր, որոնք այդ ծառայությունը հոյակապ կմատուցեին, հիմա լինելու է մի հատ մարքեթինգային ընկերություն, պետական, իսկ դա ինչ է լինելու։ Մարդիկ գալու են, երբ ես իմացա, որ այդ ինչա Սփյուռքի գծով հանձնակատարի օֆիսում դիզայներ են ընդունել աշխատանքի։ Այսինքն նշանակում է, բայց քան դիզայներական ընկերություն կա։ Պետություն, եթե դու քո փողը չես տալիս այդ ընկերությանը, հնա չի առաջանում։ Իսկ որ դու աշխատավարձ տվեցիր այս դիզայներ աղջկան կամ տղային, հնա չի առաջանում։ Հնան առաջանում է քեզ սերվիս մատուցելուց, ապրանք, երբ դու ապրանք ես առնում եւ այլն։ Բայց ում ասես, ինչ ասես։ Հարցին վերադառնանք։ Որն էր։ Երկընտրանքը կամ վիլայետ կամ Մոսկովիա։ Չէ, բայց ինչի, նորից էլի, այդ ծայրահեղությունից ծայրահեղություն էլի, անընդհատ այդ բաների մեջ ենք։ Երևան, Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, ինչի մենք լինենք Եվրոպա մետ, Ռուսա մետ, Թուրքա մետ, չգիտեմ, Արաբա մետ, կամ մյուսը ոնց է կոչում, երբ որ մետ չես, ռուսատյաց, թուրքատյաց, չգիտեմ, արաբատյաց, ընդամենը մնա Հայաստանցի։ Քո շահը պետք է լինի այս երկրի շահը, քո շահը պիտի լինի հենց քո շահը, ապրես որ ունես շահեր, մի թաքցնի, մի ամաչի քո շահերից, արտահայտի, այդ ժամանակ ավելի հեշտ է լինում զրույցը։ Օրինակ աշխատանքի ես գալիս, սիրելի քաղաքացի, ասա որ քո շահը ինչն է, ու դա մենակ փողով չպետք է արտահայտվի։ Բայց այդտեղ լիքը սաղ մշակույթի բաներ են, այսինքն այս երեխան ինչ է տեսել, որ ինչ հարցնի։ Քանի դեռ մենք լսում ենք, որ խի պիտի ես անեմ, թող ուրիշը անի, լավագույն դեպքում կամ թող ինքը անի, ուրեմն աշխատանքը մեզ համար պատիժ է։ Դա իսկապես տենց է, հին կտակարանում գրված է այդ ադամական մեղքդ կքավես դառը քրտնքով։ Բայց նենց է ստացվել, որ Մարտին Լյութերը
պրոտեստանտիզմի կամ լյութերականության հիմնադիրը կամ չգիտեմ սկիզբը նրանք փոխեցին, որ աշխատանքը դա նպատակ է։ Կաթոլիկները 1962 թվականին մինչև 65 թվականը հրավիրեցին Վատիկանի երկրորդ տիեզերաժողով, որտեղ փոխեցին, որ ժողովուրդ աշխատանքը դա ինքնա, ես հիմա 3 բառ եմ ասելու գոհար։ Դուք ձեր վերջի 5 տարին ձեր մտքում անցկացրեք։ Աշխատանքը ինքնաճանաչման, ինքնակայացման եւ ինքնակատարելագործման process-ը։ Տեսեք ինչ լավ նկարագրեցի ձեր աշխատանքի հանդեպ վերաբերմունքը։ Այսինքն դա ոչ թե այն վճարը աշխատանքի, դա լրացուցիչ բան է, այսինքն դուք երբեք չէի գնա օրինակ ինչ ասեմ, հանգափոր աշխատեք, անգամ եթե այնտեղ 5 միլիոն դրամ են տալիս, էլի։ Որովհետև դուք ինչ որ բաներ կա սիրում եք, ինչ որ բաներ կա ձեզ հաճելի է եւ այլն, կամ լիքը առաջարկներ եք ունեցել, այս ինչ տեղը լինի, բայց ընտրում եք կամ չեք ընտրում, դուք գիտեք էլի ձեր առօրյան ոնց է, ինչն է կարևոր ավելի եւ այլն, բայց sense տենց հաճելի միջավայր եք ուզում։ Այսինքն այդ հաճելին ինչ է, որ դու քո վրա աշխատում ես, չես թթվում մնում, դե եթե չես զարգանում, դեգրադացվում ես, եթե չես ճանաչում, էլի դեգրադացվում ես, ու տենց այն մարդը, որ չի ձգտում, չի դառնում, չի սովորում, չի գնում առաջ, չի փորձում, սխալից չի վախենում։ Մենք ոնց ենք սխալին վերաբերվում։ Մեր հայաթում, մեր բակում ինչ են անում։ Ինչ որ տղայի կամ աղջկա հիմնականում տղայի, որը արտառոց վարքագիծ ունի, այսինքն ոչ բնորոշ մնացածին, իրան որպես կանոն սխալ են հանում, ինչ որ մի պատճառով սխալ են հանում։ Այդ ժամանակ մինիմում ֆուտբոլ չեն խաղացնում, ինչ որ խաղեր չեն խաղացնում, բայց լինում է, որ ավելի վատ վերաբերմունք է տեսնում, հետո մեծանում է գործի չեն ընդունում, ես նույնիսկ փաստեր գիտեմ, աղջիկ չեն տալիս, հայկական այդ բանով աղջիկ տալ, բանը Որտեղ ենք սխալ տղա եղել, Դե, բայց ով է սխալը։ Մենք սա հերետիկոսներին ասել ենք սխալ ախր։ Այդ որ վառում էին այդ մարդկանց։ Մենք Ջորդանո Բրունոն սխալ էր, կյանքը ցույց տվեց, որ ճիշտ էր։ Բայց վառեցին, չէ։ Հիմա, այսինքն մենք մնացել ենք այն նախնադարում, որտեղ որ այդ սխալը չի խրախուսվում, ամոթախ հայտարարություն, հա։ Հիմա եկեք վերցնենք Միացյալ Նահանգներ։ Եթե գիտեք, ճանաչում եք երրորդ սերնդի ամերիկացի, ապա ինքը իր երեխու հետ խոսում է, որ սխալը միջոց է ճանաչելու, սխալը միջոց է առաջ գնալու, եթե դու երկընտրանք ունես սենց է, թե սենց է, արա թող այդ սխալը վնաս բերի մեր ընտանիքին։ Ու եթե այդ Ջոնը Բիլի տղան պատուհան հարևանի կոտրել է եկել են ասել $200 պիտի տակ, ինքը ասում է տղա ջան մենք կտանք մամայի հետ այս փողը, բայց երբեք չկարծես որ այս պատիժը, սա քո սովորելու փողն էր։ Բայց արի գիտես քեզ մի հատ գաղտնիք ասեմ։ Ասենց երևույթ կա, գիրք է կոչվում։ Այդ գրքերում այդ հեղինակները որպես կանոն մի 10-20 հերոս ունեն։ Այդ 10-20 հերոսը մի 10-20 սխալ է անում։ Ու դու արդյունքում ունենում ես մի գիրքը կարդալով մի 100 սխալի բան, որը կարես չանես, իսկ եթե անգամ $200 անեինք, $200 կլինի 2000, $20,000 մենք մենակ մի գրքով կանենք։ Բայց հաջորդ անգամ, երբ դուք ունենաս երկընտրանք, անես իմանաս, թե չանես չիմանաս, արա իմացի, մինչև 16 կամ 18 տարեկան մենք ենք տեր, նրանից հետո դու կլնես տեր։ Հիմա արդյունքը Միացյալ Նահանգներում արվում են աշխարհի 82% ինովացիաները։ Իսկ ինչ է գիտնականի աշխատանքը։ Որպես կանոն գիտնական դա սխալների հաջորդականություն է։ Որոշ գիտնականներ երբեք այդ ուспеխին չեն էլ հասնում։ Անընդհատ բայց իրանց աշխատանքը ջուրը չի գնում։ Դա այն մյուս գիտնականի համար հիմք է, որ այս սխալները չանի։ Իսկ մենք ովքեր ենք։ Մենք հանրություն ենք, որը սխալ պիտի չանես։ Դրա համար մարդը չի համարձակվում անի, չի համարձակվում խոսա, ներսա տալիս, չի համարձակվում կարծիք արտահայտի եւ այլն եւ այլն եւ այլն։ Չէ, նաեւ հաճախ չեն համաձայնում կարծիք հայտնել, որովհետեւ վախենում են նույն այդ հանրային բուլինգից։ Կարող նույն ձև այլ կերպ մտածել, ոչ չեն ասում։ Ոչ թե վախենում են սխալ չանել, այլ իրենք գիտեն, որ իրենք ճիշտ են, բայց չեն ասում, որ իրենց ինչի է տենց, այդ ինչի կպախարակեին, որովհետեւ սխալը պախարակելի է մեր ընկալմամբ։
Այդ հանրությունը օթից չեկավ բուլինգ արեց։ Ինքն էլ գիտի, ես էլ գիտեմ, որ եթե արտարոց ման ես անում ու իրանց դեպքում սխալ ես անում, ապա պիտի բուլինգ անեն։ Ոչ թե քեզ կօգնեն, ոչ թե քեզ իրավիճակիդ մեջ կմտնեն, ոչ թե կասեն ախպեր լավ հիմա սխալ է, գնացինք առաջ։ Այլ չէ, ընկածին պետքա տրորես անցնես։ Այս ինչ ասեմ, սովետամահմեդականությունը բերեց այստեղ Ռոբերտ Քոչարյանը։ Ինքը այդ միջավայրում էր մեծացել։ Բաքվի ցեկայի միջանցքներում։ Ու դա շատ նորմալ է։ Ես չեմ մեղադրում իրան, այդ մարդու տրագեդիան է։ Իսկ փաստորեն այդ տարիները 80-ականները Բաքվում այդ սովետամահմեդական մշակույթներ, որտեղ եթե ընկածա վրով անցի։ Իսկ մեզ մոտ արդեն ձևավորվել էր 80-ականներին քրիստոնյա դեմոկրատական մշակույթ, որը եթե ընկել է, օգնի բարձրացրու։ Ու երբ Ռոբերտ Քոչարյանը անպատրաստի հայտնվեց Երևանում, ինքը այդ իր մշակույթը հետը բերեց։ Բայց լիքը պարարթող կար Հայաստանում, որովհետև սաղ մտավորականները գնացին սկսեցին այն համապատասխան տեղը մտնել, գծնել, չգիտեմ ինչ անել եւ այլն։ Ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանը մեկը այնքան է գծնել, այդ միջոցառումից թողել դուրս է եկել վիրավորելով։ Այսինքն դա նես չի, որ այդ մարդկանց միշտ դուր է եկել, բայց էսա, եթե մենք բանը չտանք, այդ առիթը չտանք, որևէ մեկը մեր վրով չի անցնելու, Մաթևոսյանն էր վայթե ասում, քեզ անընդհատ փորձելու են կռացնեն, հələ մի անգամ մի թող որ կռացնեն, տես հաջորդ անգամ կուզեն կռացնեն։ Այս անհատի եւ հանրության փոխհարաբերության խնդիրները, որ մենք Ուսա եկեք սա իսկո անեկդոտը պատմեմ։ Մի հատ մի 3 տարեկան բալիկ իր 20 քանի տարեկան մամային հարցնում է. «Մամա, նրբերշիկը որ պատրաստում ես, ինչի ես ծայրերը կոտրում, գցում թավայի մեջ»։ Մա բալես չգիտեմ, բայց մամայից եմ սովորել։ Երեխեն համառ ասում ես կնի զանգեք տատիկին, զանգում են տատիկին, տատիկը նույնն ասում, ես էլ իմ մամայից եմ սովորել, զանգում են մյուս տատիկին, նա էլ նույնն ասում։ Հաջորդ օրը ես 4 հոգով վեր ենք անում, գնում են մեծ տատիկի 90 քանի տարեկան տատիկի ձեռքերի մեջ դողը, բան։ Մամ ջան, տատ ջան, բոլորս հաջորդաբար քեզնից ենք այս ձևը սովորել այդ որ ծայրերը կոտրել, գցել թավի մեջ։ Դու ինչ ես անում։ Վայ կորոնամ ես, միջև իմ այն փոքր թավի մեջ եք սարկում։ Մենք ինչ վերցնում ենք, հիմա մեր ծնողը մեզ ասում է տղա ջան, ծխելը վատ բան է, ես ծխում եմ, բայց դու մի ծխի։ Այս տղա ջանը ոչ միայն հոր ձևով է, ասենց մի աչքը փակելու ծխել, այլ նույն ձևով է շպրտելու ես։ Եթե օրինակ ասի ինքը իր տիկնոջ հետ լավ չի խոսում, բանան, տղա ջան, այ որ ամուսնանաս, պետք է չգիտեմ, սիրես, սենց։ Իր նույն վարքագիծն ունենալու։ Մենք չենք լսում մեր ծնողներին, մենք կապվում ենք իրանց։ Դուք հիշեք, օրինակ տարիքով մեծ զույգերը, ենթարենք 30-40 տարի, ինչքան են իրանք իրար նման։ Մեկը շուն ունի, շունը ինչքան է տիրոջը նման, տերը ինչքան է շանուն նման։ Այս բնությունն է սենց։ Այս մենք չենք որոշում այդ սա։ Մենք ուղղակի նայում ենք այդ վարքագիծը ընդօրինակում։ Ու եթե մարդը հայրս իր հարևանի նկատմամբ վատ արարք անում, ես այդ բանը, անկախ նրանից թե ոնց է ինքը ներկայացնում, ես էլ երեխա որպես իմ կարծիքն ունեմ, չէ։ Ես գիտեմ, որ օրինակ մամաս ասում էր, մեկ-մեկը շտամբում ասում է քիչ ասա տղա ջան, հատկապես եթերում, մամաս ասում էր, մամաս սիրում է ուռճացնել, ման հումորով տենց համով մոացնել զրույցը ման։ Ու ինչ որ բան է պատմում, ենթարենք ասում է 40 ես իմ անգամ, ասում չէ մամ, 2 անգամ էր, ասում էր մամայի սուտը չի կարելի բռնացնել։ Ես ինչ էի հասկանում, որ մաման կարա որ սուտ խոսի, այս սուտը բռնացնելը չի կարելի։ Բայց լավ մեթոդ է, կարելի է, որտեվ միշտ մամաները սիրում են ասել։ Հիմա բայց էսա, կամ մենք ասում ենք, նու հիմա ասում են էլ չեն ասում, փարկաստու եթե չեն ասում, երեխեքին իմ ժամանակ գոնե ասում էին, խելոք մնա թե չբժիշկ գնաք սրսկի։
Շուրջ ինչ առողջական խնդիրներ ունենք, այս բարակապակցությունից կամ այս նախադասությունից է գալիս։ Դա նստում է որպես մանտրա մեր գլուխը, ու կապ չունի մաման ասել է թե չէ, հարևանի մաման ասել է հերիքա, դասարանցու մաման ասել է հերիքա, մենք իրանց մաման ենք ընկալում, այսինքն օրինակելի կերպարն է։ Ու մենք Գոհար ջան, հիմա դուք արտարոց եք, բայց մենք առհասարակ երբ ենք գնում բժշկի, երբ որ դանակը հասնում է ոսկորի։ Կանխարգելիչ նպատակով մենք չենք գնում։ Ես 54 տարեկան եմ, միջև այսօր կանխարգելիչ նպատակով բժշկի գնացած չկամ, բայց ես մարդն եմ, որը կարևորում է այս ու այս եթերի ժամանակ էս ասում է, որ պետք է գնալ։ Մենք սկսում ենք ասել, այ գիտես, ես անգամ COVID-ի ժամանակ վակցինա չընդունեցի, ես չեմ հավատում դրան։ Այս մարդը ընդամենը ինչ է ասում, որ ինքը մի անգամ գոնե Վիկիպեդիան չի բացել, չի նայել վակցինան ինչ է, այդ վակցինայի այդ սրսկվող բանի մեջ ինչ կա, ու դրանից ինչով է վախում։ Բա որ բժիշկներն են սկսում խոսել։ Կանխարգելիչ նպատակով մենք չենք գնում բժշկի։ Ու դա բերում է հետևանքներ։ Իսկ դրա պատճառը այդ մեր դաստիարակության ժամանակ լսած կամ չգիտեմ ընկալած բաներն են։ Սենց թե նենց ինչ մենք արատ կամ հաջողություն տեսնենք մեր կյանքում, որս մեկը առաջադիմություն ունի, ես մյուսը հետ ամնում, ես մեկը ասում է առանցնել գործերս վատեր, հիմա հարևանս Mercedes առավ, անկախ նրանից թե որ մեր քաղաքացին ինչ ձևի մտա, սա գալիս է սա այդ հիմնական մշակույթից, որը մենք կոչում ենք որպես կանոն դաստիարակություն։ Ու քանի որ արդեն ասել էի աշխատանքը մենք ընկալում ենք որպես պատիժ, քանի դեռ կլսենք, որ խի պիտի ես անեմ, թող ինքը անի, ապա կրթությունը ամենածանր ձևն է այդ աշխատանքի, ամենանվիրում պահանջող։ Մենք չենք ունենալու առաջ խաղացում։ Դրա համար պետք է ամեն մեկս մտածենք, այս տիպի զրույցները շատ լինեն, այս տիպի դիսկուրսներ լինեն մեծ հանրային, որ մենք սկսենք փոխել։ Ու անպայման իհարկե այդտեղ մեծ դեր ունի իշխանությունը։ Եթե իշխանությունը օգնում է ռեֆորմներին, ռեֆորմը ավելի լավ է ստացվում։ Եթե հանրությունն է օգնում, օրինակ հիշեք այդ ամրագոտիները, որ չէր ստացվում, եկել մի պահից սկսեց ստացվեց։ Ապա ստացվում է։ Դրա համար պետք է կարողանանք երկխոսություն ծավալել, իշխանություն, հանրություն, որ ու նպատակներ ունենանք հստակ, որոնք ես կարծում եմ մեր այսօրվա սահմանադրության մեջ արձանագրված են ու գնանք առաջ։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, ինչպես ասացիք, կենտրոնանում ենք նմանությունների վրա, ոչ թե բաժանումների, տարանջատումների ու այդ կռիվ խաղալու վրա, իմն է, քոնն է։ Ու Փարաջանովը մերն է։ Ես ուրախ եմ, որ Փարաջանովը Ուկրաինայինն է, ուրախ եմ, որ Փարաջանովը Վրաստանինն է, լեզվի կտորով Ռուսաստանինն է կամ ռուսալեզու խոսողներինն է։ Ու դա մեր ընդհանուր գազն է, ու ինքը մեզ միացնում է։ Ու ինքը հենց դրա համար էլ ստեղծագործում էր։ Տաղավարում զրուցեցի Անտարես Մեդիա Հոլդինգի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանի հետ ամենատարբեր թեմաներից, Թաթա Սիմոնյանից մինչև քրեական ենթամշակույթ, կայսերական էքսպանսիա մշակութային, ինչպես նաև աշխատել, սիրել, չսիրել ու ընկալել իբրև պատիժ, իբրև տաժանակիր մի աշխատանք, այս թեմաների շուրջ խոսեցինք։ Ունեք մեկնաբանություններ, կարող եք գրել մեզ, ինչպես նաև չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, մեզ համար չափազանց կարևոր է ձեր բաժանորդագրությունը։ Thank you.